4 բաժակը անելուց հետո մենք ալուրից արդեն քաշում ենք մի կողմի վրա։ 200 գրամ կարագ է։ Այս 200 գրամ կարագը սենց լցնում ենք ալուրի հետ։ Ալուրի հետ ենք լցնում։ Սիրուն չպետք է վրազած, այս աշխատանքը սիրում է հանգիստ։ Սկզբից տանագով ենք անում, տանագով լավ խառնում ենք, որպեսզի տանագով կդրատվի, խառնվի ալուրի հետ։ Այստեղ արդեն պետք է օգտագործես քո սիրուն թաթիկները։ Մոր թաթիկները, մոր ձեռքերը։ Սիրուն տրորում ես, ինչքան էլ ուզում ես տանագով անես, պետք է աշխատես ձեռքերով անել։ Եվ որ ձեռքն է տալիս են էներգիան, եւ որ ձեռքն է օգնության հասնում։ Տեսնեք իմ լավ աղջիկներ, իմ լավ, ինչ ասեմ, սիրուն աղջիկներ։ Տեսնեք մեջը ոչ մի հատ կարագի գույն չկա, լրի ոնց որ ալյուր լինի։ Տեսնես որ անում ես արդեն, իր ձայնը լրի փոխում է։ Ու եսի լսնում եք հիմա ստեղ։ Մեր աղջիկները շատ շնորհքով են։ Ես հետը չեմ կասկածում էլի։ Շատ լավ խմոր է եղել, չքնաղ խմոր է եղել, տեսի երկրորդն արդեն քսում եմ կարագը։ Տեսնեք երեխեք ջան, կարագը հավասար քսում եմ, բոլոր անկյունները պետք է կարագ լինի։ Հետո երբ որ խորիզը պատրաստեմ, ես ձեզ արդեն կբացատրեմ խորիզը պատրաստման եղանակը։ Շատ։ Սենց պետք է կպնի խորիզը, հա։ Այս խորիզը քանի որ 3 հատ գունդ է, 3 մաս են բաժանում։ Չէ՞ որ 3 մաս են բաժանել արդեն, ահա։ Հիմա սենց սիրուն վրա եմ բերում։ Ես ասեմ, եսի իմ մաման էր պատրաստում, ես ծևի կաթա էր պատրաստում, հատկապես նոր տարվա համար, Լեննականում ինքը շատ շնորհքով պատկերացրա, որ հարսանիքներին իրան էին հրավիրում, այդեղ Լեննականցիք ինչ էր ասում, քեյվանի։ Ակում եմ, որ օդ գնա, օդը դուրս կա միջից։ Ես ասիրելիներս կատան պատրաստել, կարող եք ճաշակել։ Բարի ախորժակ